Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, խիստ լարված, էմոցիոնալ եւ անսպասելի շրջադարձերով լի վերլուծությունը։ Իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ կերպարների դիմակներն արդեն վերջնականապես պատռվում են, իսկ իրական դեմքերը ջրի երես դուրս գալիս։ Հարմար տեղավորվեք, քանի որ այսօրվա տեսանյութում մենք կքննարկենք սերիալի ամենաթեժ եւ ճակատագրական դրվագները։ Սկսենք Հարութի եւ նրա մտերիմ ընկերոջ՝ Գոռի հերթական տարօրինակ զրույցից։ Հարութը, անտեսելով իր սեփական, առանց այն էլ խճճված խնդիրները, անկեղծանում է Գոռի հետ ու ասում, որ չափազանց շատ է անհանգստանում Սեդայի համար, նրա հետ պատահած դաժան դժբախտությունների պատճառով։ Եվ այստեղ Գոռը տալիս է մի պատասխան, որը շոկի է ենթարկում Հարութին։ Նա միանգամայն սառը եւ անտարբեր տոնով ասում է, որ ընդհանրապես կարիք չկա Սեդայի մասին մտածելու եւ անհանգստանալու։ Հարութը ապշած է ընկերոջ այս ցինիզմից։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է մեր այն պնդումը, որ Գոռն իրականում բացասական կերպար է։ Նրա այս հանգստությունն ու անտարբերությունը հուշում են, որ նա շատ լավ տեղյակ է իրականությանը եւ ամենայն հավանականությամբ իր սեփական մութ խաղն է վարում Հարութի թիկունքում։ Մինչ Հարութը փորձում է հասկանալ իր շրջապատի մարդկանց, մյուս ճակատում կրքերը պարզապես եռում են։ Մինասի կողմից խիստ նախատինք ու կոշտ քննադատություն ստանալով Մանեի ինքնասպանության փորձի վերաբերյալ նվերը վերջնականապես կորցնում է ինքնատիրապետումը։ Նրա հիվանդագին էգոն խոցված է, նա կատաղած է այն մտքից, որ Մինասը համարձակվեց իրեն նման տոնով ավելորդ բաներ ասել։ Գազազած նվերը անմիջապես զանգահարում է Մանեին եւ կտրուկ հանդիպում պահանջում։ Որպեսզի ստիպի աղջկան գալ, նա դիմում է ամենաստոր շանտաժի, սպառնալով, որ հրաժարվելու դեպքում ուղղակի կսպանի Հարութին, բայց Մանեն այլևս այն միամիտ ու խոցելի աղջիկը չէ, նա սուր պատասխան է տալիս նվերին, զգուշացնելով, որ եթե Հարութի գլխից գոնե մեկ մազ պակասի, ինքն իր սեփական ձեռքերով կսպանի նրան։ Նվերին, սակայն դա չի հետաքրքրում, նրա միակ նպատակը Մանեին գտնելն ու լռեցնելն է։ Այս ընթացքում Սեդան, տանջվելով խղճի խայթից եւ մտածելով, որ հենց ինքն է Հարութի ու Մանեի բաժանման իրական մեղավորը, որոշում է ինքնուրույն հասկանալ իրավիճակը։ Նա զանգահարում է նվերին, սակայն վերջինս չի պատասխանում։ Ճիշտ այդ պահին Սեդային է այցելում Էլենը։ Երբ Սեդան նրանից հարցնում է նվերի տեղը, Էլենի դեմքի գույնը միանգամից փոխվում է։ Վախից ու խանդից սարսափած Էլենը խուճապի է մատնվում, մտածելով, թե Սեդան որոշել է ներել նվերին եւ հաշտվել նրա հետ։ Նա սկսում է համոզել Սեդային, որ հանկարծ նման քայլի չդիմի, քանի որ նվերն արժանի չէ դրան։ Իրականում Էլենը վախենում է կորցնել նվերին, ում հետ արդեն գաղտնի կիսում է անկողինը։ Սեդան հանգստացնում է ընկերուհուն, վստահեցնելով, որ հաշտվելու ոչ մի պլան չունի։ Բայց սերիայի ամենասարսափելի ու կուլմինացիոն պահը տեղի է ունենում փոքր-ինչ ուշ։ Մանեն եւ նվերը վերջապես հանդիպում են։ Զայրույթից կուրացած նվերը առանց երկար մտածելու հարձակվում է Մանեի վրա եւ սկսում խեղդել նրան։ Նա դաժանաբար սպառնում է, որ եթե Մանեն գոնե մեկ անգամ հանդիպի Մինասին եւ համարձակվի որևէ բան պատմել, ապա ինքն անձամբ կսպանի նրան եւ Մանեն այլևս ինքնասպան լինելու կարիք չի ունենա։ Եվ հենց այս արյուն սառեցնող տեսարանի ժամանակ տեղի է ունենում անսպասելին։ Սեդան, ով արդեն պարզել էր նվերի գտնվելու վայրը, գալիս է նշված հասցեով եւ իր իսկ աչքերով տեսնում, թե ինչպես է իր նախկին նշանածը դաժանաբար խեղդում Մանեին։ Այս շոկային պատկերը վերջնականապես բացում է Սեդայի աչքերը։ Նա այլևս կասկած չունի, որ Մանեն ճիշտ էր ասում ամեն ինչի մասին եւ որ նվերն իսկական հրեշ է։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հեռուստադիտողներ, ինչ քայլերի կդիմի Սեդան այս սարսափելի տեսարանին ականատես լինելուց հետո։ Կկարողանա արդյոք նա փրկել Մանեին նվերի ճանկերից։
Անպայման գրեք ձեր կարծիքներն ու վերլուծությունները մեկնաբանություններում։ Ես անհամբեր սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք ամենաինտրիգային զարգացումներին։ Կհանդիպենք շուտով։